Այս ամեն ինչի ֆոնի վրա ես մնում ուղղակի զարմանամ, որ այս տագնապալից լուրերի այս ամեն ինչի վրա մի ուրեմն տականք, որ ինձ համար բարի իմաստով պուտանկա է, արծրուն եսիմ ինչ Զիբիլյանը, ուրեմն հայտարարում է, որ ինքը 50 կիլոմետր ուրեմն հեծանիվա արշավ է ունեցել, ուրեմն պետության գերագույն թշնամու հետ, ու այնտեղ կեցե հեծանիվա արշավը, կեցե ինչ չգիտեմ ինչը, ինչ որ զենք է ցուցադրում այդ զենքից բանը, այ իր երազանքն է իրականացել, որ զենքի թողարկում է սկսվում, չգիտեմ որտեղ, որը ես որքան գիտեմ սուտ է, այսինքն հերթական այն պատերազմի ժամանակ գյորբագյոր հաղթելու ենք այս բանեն, որ խափում էր ժողովրդին, հանգստացնում էր եւ փաստորեն դիմադրելու ժողովրդի ուրեմն հատկությունը փաստացի խափելով կոտրեցին, փաստի առաջ կանգնացնելով արդեն կոնկրետ իրողությանը, հիմա փաստացի նույն բանն է գնում, այլ ճանապարհով, բարձր նույն թեմայով չեն կարող գնալ, որտեղ արդեն վառածա, ծախած թեմա է, կոպիտ ասած բարձր երևալու էր, դրա համար հիմա շատ հետաքրքիր նոր ուրեմն թեմա են ընտրել։ Ասեմ ձեզ, միշտ ասել եմ, ասում եմ, շարունակելու եմ ասել ու պնդել, որ հարգելի մեր ժողովուրդ, բնակչություն, հա, որտեղ պես չգիտեմ ժողովուրդ ունենք, թե չէ բնակչություն ասեմ, հա, ավելի ճիշտ է։ Կիրառվում է շատ լուրջ հոգեբանական տեխնոլոգիաներ, շատ լուրջ։ Վախի մթնոլորտ, դիմադրության ցանկության բացակայություն, ուրեմն ստամոքսապաշտության ձգտում, դե մեկ այս ամեն ինչ չկա, գոնե մի բան փախցնենք, գաղափարի վերաբերյալ, դուք տեսնում եք ինչ այլանդակություններ են կատարվում նաև արցախցիների նկատմամբ, որոնք ձայն բարձրացրեցին իրենց իրավունքների համար, վերջերս դրանց փոխվարչապետ էր, թե չգիտեմ ինչ Զիբիլ էր, հայտարարեց, որ իրանք շատ արժանապատիվ եւ բավական լուրջ գումարներ են տրամադրում արցախցիներին եւ շատ բավարար գումար, որպեսզի իրանք իրենց համար տուն ու ապրուստ ձեռք բերեն։ Այս ֆոնի վրա ուրեմն չգիտեմ, մենք շատ միամիտ վիճակների մեջ նորից չհայտնվենք ու նորից մի հատ փաստի առաջ չկանգնենք, որ մեկ էլ դուռը բացենք ու տեսնենք, sense Թուրքիա տաղանով կանգնած է, ասում է, այսի հիմնա դավեստից։ Բայց այսօր Յաթաղանի տակ են հենց այս ամենամեծ յուրի բնակիչները, որոնք կրակի տակ են բարևուն իմաստով, եւ այս իշխանության ներկայացուցիչներն իր պաշտպանության նախարարով իրազգային ժողովի նախագահով ասում են դրանք մեր բնակավայրերի ուղղությամբ չեն։ Հիմա փաստացի այդ տեղի բնակ ժողովուրդը այսօր նույնպես իրանց այդ անվտանգային մտահոգությունները սառեցնելու համար, բթացնելու համար արվում են այդ հայտարարությունները։ Հիմա գյուղացիների հետ խոսում եմ, մեր կամավորական տղեկ հետ խոսում ենք, որոնք դիրքեր են ինչ-որտեղ պահում բան, չգիտեմ ինչ են անում։ Ուրեմն իրանք ասում են, որ ամեն օր գրեթե բավական լուրջ կրակոցներ են, այդ կրակոցների ուրեմն կարճատև կրակոցներ չեն, բավական երկար ժամանակ են տևում, այո, շենքերի վրա մարդկանց վրա չեն կրակել, այո, ճիշտ է, ասենք թե բացի ուրեմն խնածախից ուրեմն այլ վնասվածքներ բաներ չեն եղել, մարդիկ չեն տուժվել, բայց մարդիկ փաստացի զարթնում են ու քնում են այդ կրակոցների ներքո, այսինքն ես շատ կուզենայի, որ մի հատ այդ արծրուն է, այդ հավը իր պաշտպանության նախարարի հետ գնալ այդ գյուղացիների հետ մի քիչ այնտեղ ապրել էլ այդ կրակոցների տակ ու այդ բնակչության, ասենք թե հոգեբանությունը, հոգեբանական վիճակը մի հատ զգար իրանց կաշվի վրա ու ճիշտ կլներ, որ այնքան դուխ ունենային, որ դա բացեիբաց ասեին, որ գնում են այնտեղ ու GPS-ով իրանց տեղներ մայտնացույց անային ու մենք տեսնենք այնտեղ, ասենք թե իրանց վրա կխփի Ադրբեջանը, թե չէ, որտեղ որ իրանք են գտնվելու։ Շատ եմ նենց առաջարկում, որ գնացեք այդ բանը արեք, պաշտպանության նախարար եւ Արծրուն Զիբիլյան։ Այս ամեն ինչը նորից եմ ասում, արվում է նրա համար, որպեսզի հնարավորություն տան
ուրեմն առանց որևէ խոչընդոտի, էլի sense բլից պատերազմական գործողություններով կարճատև, բայց բավական լուրջ զոհեր ապահովելով հայկական կողմից, ուրեմն զիջել բավական լուրջ տարածքներ։ Խոսքը Մեղրի Իմչանսկի մասին չի, խոսքը ամբողջությամբ Սյունիքի մասին է։ Արդեն մենք 19 թվականից դրա մասին խոսում ենք, ասում ենք նաև Արցախի մասին, մեզ ոչ մեկ չհավատաց, հատկապես մեր մարտական, զինվորական ընկերները նույնիսկ ծաղրում են ինձ։ Ես ինչ ես ասում, Չոբանյան, տենց բան չի կարա լինի։ Դա հնարավոր չի։ Այսօր դրանցից շատերը ամաչում են դեմքից նայելու եւ իմ հետ շփվելու։ Ուղղակի ամաչում են, ես չեմ արգելել, բայց իրանք ամաչում են։ Մի նույն բանը լինելու է Սյունիքի հետ կապված, որովհետև սա մի ընդհանուր ծրագիր էր Արցախ, Սյունիք, Կոպշի եւ այլն։ Հետևաբար բնակչությունը պետք է շատ զգուշ լինի եւ պատրաստվի այդ ամեն ինչին։ Իսկ ես կոչ եմ անում, որպեսզի բնակչությունը ուղարկի պահանջի պետությունից, ուրեմն իրականացնել բոլոր անհրաժեշտ անվտանգային միջոցառումները բնակչությունը հնարավոր ագրեսիայից Ադրբեջանի պաշտպանելու համար։ Էդի ամրաշինական աշխատանքներ դիրքերում, էդի զորքերի մոտեցումներ, մեր սուվերեն տարածքն է, որտեղ ուզում եմ մոտենում եմ։ Զինավարժանքների կազմակերպում այդ տարածաշրջանի հատվածում, որը նույնպես դու իրավունք ունես, առանց որևէ մեկից վախենալու եւ Ադրբեջանից սպառնալիքներ լսելու, եւ այս ամեն ինչի մասին, Ադրբեջանի հայտարարությունների, ձևաչափերի եւ մնացած ուրիշ բաների մասին, ուրեմն ներկայացնել միջազգային ատյաններում։ Սա պետք է պահանջի այդ տեղի բնակչությունը, մենք ինչ կարող ենք, անում ենք։ Բայց քանի որ դուք լռում եք, մեզ ասում են, դե իրանք տեղացիները ձեն չեն անում, դուք եք խառնվել իրար։ Դե դուք մտածեք արդեն ձեր մասին, ժողովուրդ։ Այս պահին բարձրացված հարցերի հետ կապված, հələ որ մենակ այսքանը կարող եմ ասեմ, եթե կան լրացուցիչ հարցեր։ Տեսեք, քանի որ այդ Արտուր Հովհաննիսյանն անդրադարձած ինքն էլ sense միարանորեն ներգրաված է իրենց Նիկոլ Փաշինյանի տիկնոջ Հակոբյանի կրթվելու նորաձև արշավին, երեք առաջինն էլ այլևս մատենադարանում էին այդ արշավն իրականացնում։ Խնդրեմ այս մասով ձեր կարծիքը։ Դե նայեք, այդ որ ասում եմ հոգեբանական տեխնոլոգիաներ, դա հենց այդ շարքից է։ Այսինքն այս մարդիկ փաստացի այնքան են արդեն հաբրգել բառի բուն իմաստով, այնքան են իրանց անպատիժ զգում ու այնքան արդեն չեն վախենում ժողովրդի ուրեմն բորբոքումից եւ բարկությունից, որ հերթով մեր ազգային սրբությունները պղծելով, ուրեմն բառի բուն իմաստով շարժվում են առաջ։ Ես չեմ զարմանա, որ մի պղծում կգնա, ասենք թե Փարանջանովի թանգարանում, Հովհաննես Թումանյանի թանգարանում, ուրեմն որտեղ որ իրանք կասեն, որ դե պատմական Հայաստան գոյություն չունի, մենք հիմա խոսում ենք ժամանակակից Հայաստանում, իսկ ժամանակակից Հայաստանում Թումանյան, Փարանջանով, Սպենդիարով, Ալեքսանդր Թամանյան, դրանք ովքեր են դե։ Դրանք всё բրծավ, всё մենակ ժամանակակից այսօրվա արդիական Հայաստանն է այսօր անհրաժեշտ եւ կարեւոր մեր բնակչության։ Մի հատ հələ հասկացեք, էլի ուր ենք մենք գնում։ Այսինքն Ավետիք Իսահակյան, հա, մեր սկսեմ թվարկել, ասենք թե, հա, մեր ասենք թե հրճակավոր քանդակագործներ, Քոչար, հա, ասենք թե նկարիչներ, Մինաս, ասենք թե Սարյան եւ այլն, այդ դրանք սա պատմական Հայաստան դուք հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Այդ սա պատմական Հայաստանի մասին է խոսքը։ Ասենք թե մեր այն գիտական ուղիղը, որով հենց հիմա այս պահին Մատենադարանից ստացված նյութերի հիման վրա նոր գյուտեր են ձեռք բերում, որովհետև նոր մաթեմատիկական հաշվարկներ են դուրս բերում, ասենք թե մեր աստղագետների, ֆիզիկոսների եւ մաթեմատիկների ուրեմն արված հələ դեռ 7, 8, մինչև 10, 11 դար ուրեմն մեր առաջ, հա։ Այդ սա արդեն իրանց համար
եւ մատենադարանում ամբողջությամբ ինչ որ նմուշներ կան, դրանք արդեն պատմական Հայաստան է, սրանց նպատակը սա է, որ դու չկա էլ պատմական Հայաստան։ Կան գեր, գոմիկներ, սա է իրական Հայաստանը։ Կան աղանդավորներ, որ 10 մետրը մեկ Եովայվականները իրաց են բաներով, սայլակներով ու իրաց այդ նյութերով կանգնած հոգևոր որս են անում, հոգևոր որսությունով են զբաղվում։ Ուրեմն այս ամեն ինչը ձեր մոտ բան է։ Սա իրական Հայաստանն է, հասկանում եք, ինչի մասին է խոսքը։ Հեծանի Վարշավ, ցանկացած երկրում, Տրուսիկով, երկրի ղեկավարը Տրուսիկով ուրիշ երկրում, հեծանի վակշում, դեբիլի նման։ Բերանն էլ որ բացում է, ոնց որ բերանի մեջ մի հատ ինչ-որ մի հատ ցեխ ծամացել լինի։ Միջև հիմա այդ մարդը մի հատ իր բերանի ատամաշարը չի փորձել անգամ ուղի։ Ատամի արանքներում այդ սև գծերը, այդ ծուրումուր ծառճած այդ փնթի այդ դրա կտրվածքը, չգիտեմ, այդ ամեն ինչը։ Այս մարդը երկիր է ներկայացնում, դու ինքը երկիր, այսինքն ծաղրում է մեր երկիրը։ Սա է մեր ժամանակակից Հայաստանը։ Սա եք ուզում ժողովուրդ, դուք սա էլ ստանում եք։ Ես մետա մատենադարանի արարքը, դա հերթական նույն արարքն է, նույն շարքից։ Ինչի համար։ Իրանք են չէ ասում նույն այդ դրա տականք տիկիններ չէ ասում որ իսկ ինչի համար ոդքասթ է չէ անում ինչ որ մի պահ հիշում եք հա որ ընդհանրապես ինչի համար է պետք պետություն կամ ինչի է պետք սահման ինչ վատ կլինի որ առանց սահման է ապրում ենք հիշում եք այդ բառացույց մարդը ասել է դա լուրջ իրանք զրույց են ժամանակակից Հայաստանի մասին են խոսում Ինչ սահման, ինչ որ հիշում եք կանայք էին ման գալիս փողոցում մեջներից գրած ոչ հայրենիք, ոչ պետություն, ոչ սահման, ոչ ամուսնություն։ Դա էլ է շատ լուրջ, ժամանակակից Հայաստանն է մեր։ Այսօրվա Հայաստանն է։ Ինչ պատմական Հայաստան, մեր ավանդույթներով, եկեղեցիով, լեզվով եւ մնացած ուրիշ հանգամանքով։ Գլխատել էր եւ գցել էր YouTube-ը գցել էր։ Դա ընդհանրապես արդեն գիտեք ոնց ժողովրդի եւ ժողովրդի հիշողության նկատմամբ բացարձակ սադիզմի դրսևորման քայլ է եւ սա ենթակա է քրեորեն հետապնդման իրականում, որովհետեւ քեզով այդ իրավունքը տվել, ուրեմն նման ձևի, ուրեմն արարքի հետ կապված հետախուզումը ուրեմն կասեցնել։ Ով է այդ իրավունքը քեզ տվել, ում է դες խորհրդակցել, ինչ որոշումների հիման վրա, դա պետք է հիմնավորված լինի, որ դու այդ հետախուզումը այդ նույն պրինցիպով ուրեմն Ռամիր Սաֆարովի հանդեպ էլ հանի քրեական հետապնդման բաները։ Ինչ տարբերություն որ ոչ մի տարբեր ու ես շատ կասկածում եմ, որ դա գողդուկ գաղտնի ձևով չի արվել։ Ես առավել եւս քանց վստահ եմ, որ ասենք թե այդ Սաֆարովը եթե փորձի ցանկացած սահման հատել, ինքը անխոչնդոտ հատելու է։ Իսկ այս դեպքում ես շատ կասկածում եմ, որ ուրեմն Ալիևի կողմից պահանջված Արցախում ազատամարտում մասնակցած մեր հայրենակիցների ցուցակ էսի չի ներկայացել, շատ կասկածում եմ։ Ու շատ հնարավոր է, որ այդ մարդկանց սահմանը հատման խնդիրը հենց առաջանա այդ պահին։ Ինձ մի հատ դեպք են պատմում, որ Վրաստանի սահմանում պարզապես սահմանապանները զգուշացրել են, որ միջազգային հետախուզման մեջից ավելի լավ սահմանը մի հատ է, հետ գնա։ Մի հատ այդպես դեպք ես լսել եմ արդեն, բավական մոտիկ մարդուց, որ դա կատարվել է, ազատամարտիկ։ Վրաստանի սահմանը հասնում, հայկական սահմանը հանգիստ անցնում է, վրացիները ասում են նայ, սահմանը հենց անցար կալանավորել են, որտեղ միջազգային հետախուզման մեջ է Ադրբեջանի կողմից։ Նշանակում է, որ այդ ինչ-որ ցուցակները ինչ-որ միտեղ կան, էլ ինչ-որ մի ձևով դա ինչ-որ արվել է։ Ու իմ մոտ կա շատ լուրջ մտահոգություն,
որ մեր ազատամարտիկների անուն, ազգանուն, հայրանուններով, նկարներով եւ մնացած ամեն ինչով, հատկապես նրանք, ովքեր որ կոշտ ընդդիմադիր կեցվածք են դրսևորում այս պետության նկատմամբ, գտնվում են արդեն ադրբեջանցիների մոտ եւ հայտարարված են միջազգային ուրեմն հետախուզման մեջ։ Իսկ այս տականքը, այս իրական Հայաստանի ուրեմն ջաթակող ուրեմն չգիտեմ ինչ ասեմ սրան, ինչ էլ ասես քիչ ա լինելու կամ գովում ես, էլի, ասում իրան վատ բան, երբ որ ասում ես, ինքը այն աշճանի մարդ է, որ անգամ վատ բան որ ասում ես, գովաբանում ես իրան դրանով։ Ինքը ոչ թե մենակ այդ հետախուզումն է հանել, ինքը համաձայնվել է պայմանագրի մեջ, կա այդ համաձայնության կետը, ադրբեջանցիների մոտ արտահոսք է եղել մամուլում, որ Հայաստանը իր բոլոր պահանջները, դատական պահանջները, միջազգային ակցիաները հետ է կանչում կամ արդեն հետ է կանչել։ Պրիտոմ Ադրբեջանը իր ոչ մի պահանջ չի կանչում, ընդհանուր միջև նաև մոտ, եթե չեմ սխալվում, $130 միլիարդ չափով ուրեմն փոխհատուցում է։